Վերջին շրջանում հատկապես ընտրություններին ընդառաջ Facebook-ում հավանաբար նկատել եք տարբեր սոցհարցումներ։ Հարցնում են որտեղ եք ապրում, ինչ խնդիրներ կան ձեր քաղաքում, գոհ եք իշխանություններից կամ արդյոք կցանկանայիք նոր վարչապետ։ Առաջին հայացքից սովորական հարցումներ են, բայց երբ սկսեցինք ուսումնասիրել, պարզվեց, որ այստեղ ամեն ինչ այդքան էլ սովորական չէ։ Այս հարցումների վրա հսկայական գումարներ են ծախսվում, գովազդվում են անհայտ Facebook-յան էջերի միջոցով, էջեր, որոնք չունեն կայուն բովանդակություն, լսարան կամ պատմություն։ Օրինակ, Armenian Sociology անունով էջը, որը ստեղծվել է ընդամենը մի քանի ամիս առաջ եւ այդ ընթացքում մի քանի անգամ փոխել է անունը։ Սա որպես կանոն բնորոշ է տեխնիկական կամ գովազդային էջերին։ Էջը ներկայացնում է իրեն որպես սոցիոլոգիական հարթակ, բայց որևէ տեղեկություն չկա։ Ով է հարցման պատվիրատուն, որ կազմակերպությունն է այն իրականացնում եւ ինչ կապ ունի Հայաստանի հետ։ Այնինչ հարցումները հստակ ուղղված են հայաստանյան լսարանին։ Գովազդներում տեսնում ենք երիտասարդների լուսանկարներ հայկական եռագույնով ու կոչեր Հայաստանից ես մասնակցիր հարցմանը։ Սա միակը չէ։ Նույնատիպ հարցումներ գովազդվում են նաև այլ անհայտ էջերի միջոցով, որոնց կառավարող անձինք ըստ Մետայի տվյալների գտնվում են օրինակ Միացյալ Թագավորությունում կամ այլ երկրներում։ Իսկ հիմա ամենակարևոր մասը։ Երբ սկսում ես լրացնել հարցումը, պարզվում է, որ հարցերի կառուցվածքն ու տրամաբանությունը քայլ առ քայլ տանում են դեպի մեկ կոնկրետ թեմա։ Սկզբում քաղաքային խնդիրներ, հետո իշխանության գնահատական, ապա Նիկոլ Փաշինյանի կառավարում, եւ հենց այդտեղ հայտնվում է մեր ձևով շարժման մասին տեղեկատվությունը։ Հարցման հաջորդ հատվածներում արդեն ուղիղ հարցեր են։ Արդյոք կքվեարկեիք մեր ձևով շարժման օգտին։ Կարող է Նարեկ Կարապետյանը դառնալ վարչապետ, եւ եթե ընտրություններին մասնակցեին ԿՊ-ն ու մեր ձևովը, ում կտայեք ձեր ձայնը։ Այսինքն հարցումը ոչ միայն ուսումնասիրում է հանրային կարծիքը, այլ նաև ձևավորում է այն, ներկայացնելով կոնկրետ քաղաքական ուժ ու գործիչ։ Ուշագրավ է նաև, որ հարցումների լեզուն հաճախ անորակ հայերեն է, կառուցվածքը անկազմակերպ, իսկ ոճը հիշեցնում է արհեստական բանականությամբ գեներացված տեքստ։ Սա եւս կասկածներ է առաջացնում հարցման պրոֆեսիոնալության վերաբերյալ։ Մենք ուսումնասիրել ենք նաև այն կայքը, որտեղ տեղադրված է հարցումը։ Պարզվում է դոմեյնը գրանցված է 25 թվականին, իսկ սերվերը գտնվում է Ռուսաստանում։ Այս ամենը ցույց է տալիս, որ խոսքը պարզապես սոցհարցման մասին չէ, այլ թաքնված քաղաքական գովազդի, որն իրականացվում է անհայտ էջերով առանց պատվիրատուի բացահայտման։